Հարգելի հայրենակիցներ, բարև ձեզ։ Այսօր մենք ձեր հետ միասին խոսելու ենք շատ կարևոր զարգացումի մասին, որը վերաբերվում է Թուրքիայի կողմից նախապատրաստողական գործողություններին, այն դեպքում, եթե Իրանում իշխանությունը տապալվի կամ նույնիսկ պետական այդ համակարգը ամբողջությամբ փլուզվի, եւ Թուրքիան պատրաստվում է արդեն լուծել այն խնդիրը, որը կարող է առաջանալ այդ իրականությունից հետո, եւ դա վերաբերվում է այդ փախստականների հարցին Իրանից դեպի Թուրքիա։ Եվ մենք ձեր հետ միասին խոսենք այս հարցի շուրջ մանրամասների մասին, շատ կարևոր հարց է, որովհետև փախստականների խնդիրը նաև վտանգ է ներկայացնում Հայաստանի համար, թե ինչպիսի վտանգ, ով կարող է գալ, ինչպես փախստական Հայաստան, եւ ինչ Հայաստանը պետք է անի նրա համար, որ կանխի որևէ այդպիսի սցենար, այդ թվում հաշվի առնելով նույն Թուրքիայի կողմից այդպիսի նախապատրաստողական գործողությունները, դա իհարկե շատ կարևոր հարցեր են եւ մենք ձեր հետ միասին անպայման պետք է այդ հարցերի շուրջ մանրամասն այսօր վերլուծություն կազմակերպենք եւ քննարկենք բոլոր առնչվող հարցերը։ Խոսենք նաեւ դեպի Ադրբեջան հնարավոր հոսքերի մասին, առհասարակ ընդհանուր այդ ազդեցության, թվերի, տեղեկատվությունների, տարբեր աղբյուրների մասին խոսենք։ Մի խոսքով շատ կարևոր մեծ վերլուծություն է սպասում ձեր հետ միասին։ Առաջի հերթին ես ձեզ ուզում եմ կոչ անեմ, որ անպայման բաժանորդագրվեք հալիքին, դրեք զանգակը, անպայման լայքեք այս վերլուծությունը, ինչպես նաև գրեք ձեր մեկնաբանությունները եւ կարող եք աջակցել հալիքին նկարագրությունում նշված միջոցների շնորհիվ։ Շնորհակալություն ձեր աջակցության համար, դա շատ կարևոր է եւ մեր ալիքը շարունակում է ձեր շնորհիվ ակտիվորեն զարգանալ։ Անցնենք բուն թեմային։ Հարգելի հայրենակիցներ, հոկտեմբերի 27-ին 2026 թվականի թուրքական ԶԼՄ-ները տարածել են մի քանի լուրջ տեղեկատվություն նրա մասին, որ Թուրքիայի կառավարությունը պատրաստվում է ամենավատ սցենարի համար՝ իրանական ռեժիմի փլուզման համար։ Եվ փակ հանդիպման ընթացքում, որը տեղի է ունեցել Թուրքիայի ազգային ժողովում, այս ԶԼՄ-ները իրենց սեփական աղբյուրների վրա հղում անելով հայտարարում են, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հական Ֆիդանը այդտեղ խոսել է հնարավորության մասին, որ ձևավորվի Իրանի հետ սահմանին այդպես կոչված բուֆերային տարածք նրա համար, որ սահմանափակվեն փախստականների հոսքերը։ Ըստ այդ հանդիպման մասնակից մի քանի անդամի խոսք է գնում հենց բուֆերային այդպիսի տարածք սահմանին կազմակերպելու մասին, բայց մի քանի ուրիշ այդտեղ մասնակիցները հայտարարել են, որ ոչ թե բուֆերային տարածքի մասին է խոսքը, այլ այնպիսի ենթակառուցվածքների ձևավորման մասին, որոնք թույլ չեն տա, որ ուրեմն իրանական փախստականները կարողանան անցնել դեպի Թուրքիա։ Նաև պետք է ընդգծել, որ 2026 թվականի հունվարի համար, այսինքն հիմա, Թուրքիան ավարտել է արդեն երկար ժամանակ է կառուցվող այդ պատը եւ սահմանի ամբողջ երկրանքով այդ հնարավորությունները 560 կիլոմետրանոց սահմանի ենթակառուցվածքները եւ պատը ներառյալ, որը ունի 203 այսպիսի օպտիկական սարք եւ հնարավորություն, 43 դիտարկման կետ եւ 380 կիլոմետրանոց մոդուլային բետոնից ուրեմն պատ, 553 կիլոմետրանոց հակատանկային այսպիսի հատուկ սարքեր եւ նաեւ ԱԹՍ-ների եւ ինքնաթիռների միջոցով միշտ Թուրքիան ուրեմն վերահսկում է այդ հատվածը իր սահմանի ամբողջությամբ ամբողջ 560 կիլոմետրանոց հատվածը։ Մենք նաև ունենք տեղեկատվություն նրա մասին, որ Թուրքիան ակնկալում է, եթե Իսրայելի եւ Իրանի լայնածավալ պատերազմ սկսվի, ապա մինչև 1 միլիոն փախստական կարող է հայտնվել սահմանի վրա, սրա մասին տեղեկատվություն տարածում է Middle East Eye պարբերականը, հեղինակավոր եւ շատ կարեւոր է նաեւ այս իհարկե տվյալը 1 միլիոն փախստական։ Թուրքիան նաև պետք է ասենք, որ 2.7
միլիոն փախստականներ ընդունել Սիրիայից եւ ներքին իրավիճակը Թուրքիայում շատ ծանր է, այդ փախստականների պատճառով կլինի դա իրանց հետ կապված գնաճը, աշխատատեղերի խնդիրը կամ հատկապես նաև կրիմինալի աճը այդ հատվածներում, որտեղ որ իրանք ապրում են։ Իրանական ուղղությունով նաև վտանգը լուրջ է, որովհետև Իրանից մեծ մասամբ շիա բնակչություն է գալու դեպի Թուրքիա, եւ Թուրքիայում այնպես էլ կա շիա բնակչություն, որը կարելի ասել, որ այդքան էլ հարմար չի ընդհանուր առումով Ռեջեփ Տայիպ Էրդողանի իշխանության համար, որովհետև Թուրքիայում ոչ միայն սուննի մեծամասնություն է, այլ իշխանությունը հստակ սուննի իսլամի աջակից է եւ իր քաղաքականության մեջ նաեւ սա ներառում է։ Արտաքին գործերի նախարար Հական Ֆիդանը նաև հայտարարել է, որ Թուրքիան դեմ է որևէ արտաքին ռազմական գործողությունների Իրանի դեմ եւ կոչ է արել Միացյալ Նահանգներին, որ այս հարցերը լուծեն դիվանագիտական ճանապարհներով։ Չնայած դրա, մենք արդեն ունենք տեղեկատվություններ, որոնց մասին մենք ձեր հետ խոսել ենք, բայց հիմա ես նաև կավելացնեմ, որ ավիակիրը մեկը առնվազն արդեն Աբրահամ Լինկոլնը այստեղ է, Օմանի կողքն է, Արաբական ծովում եւ Վաշինգտոնը քննարկում է ուրեմն հարվածներ Իրանի դեմ, որը նպատակ ունի սպանել, ոչնչացնել, չեզոքացնել այն իրանական բարձր պաշտոնյաներին, որոնք ցույցերը խաղաղ ցուցարարների դեմ ուժ կիրառելու եւ սպանությունների համար են պատասխանատու։ Երկրորդ ավիակիրը նաև սպասում ենք մոտակա ժամանակահատվածում կհասնի արդեն արևելյան միջերկրական ծով, բայց նաև պետք է ասել, որ երրորդը մեծ հավանականությամբ նաև այս կողմ է գալիս։ Միջազգային նաև կարևոր ուրեմն think tank-ի տվյալներով Միջազգային ինստիտուտը ռազմավարական հարցերի մասին արձանագրում է, որ Միացյալ Նահանգների այս հիմա ուժերը տարածաշրջանում պատմական են եւ հնարավորություն ունեն իհարկե լուրջ հարված հասցնեն այն հնարավորություններին, որոնք ուրեմն Իրանը ունի։ Իրանի ուղղությունով կարճ հիշեցնեմ, ով չի հետևել մեր նախորդ վերլուծություններին, որ դեկտեմբերի 28-ից Իրանում լայնածավալ ցույցեր էին տեղի ունենում եւ ամսի 8-ին եւ 9-ին հունվարի ցույցերի դեմ ուրեմն լուրջ օգտագործեցին զենք եւ սպանեցին, կարելի ասել, շատ մեծ քանակի ուրեմն ներկայացուցիչներ այդ ցույցերի, պետք է ասել, որ Time պարբերականը շատ հեղինակավոր, վերջերս հոդված է գրել եւ ասել է, որ մոտավորապես 30,000 մարդ է սպանված, այսինքն Time-ը ընտրեց ընդդիմության այդ տվյալները օգտագործել, իսկ պաշտոնական իշխանությունների թվով 3000 է, ուզում եմ ասեմ, որ աճել է, վերջի անգամ ես դες 5500 էի ասել մոտավորապես, թվերը կտրուկ աճել են, կարելի ասել, եւ տեղի ուրեմն գործակալական ցանցը, նկատի ունեմ այս հենց Human Rights Activist Network-ը, որը նաև գնահատվում է իրանական իշխանությունների կողմից իջքև գործակալական ցանց, բայց իրականում սա մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ աշխատող ցանց է, արձանագրել է հենց իր տվյալների վրա ես հիմքանում 5500 մահացած եւ 17000 դեպք նաեւ ուսումնասիրվում է, այսինքն եւս 17000 մարդու հետ ինչ է տեղի ունեցել, մենք հստակ չգիտենք։ Ընդհանուր առումով 22000-ից ավել դեպքի մասին է խոսքը եւ պետք է պարզել ինչ է տեղի ունեցել։ Եվ ուժի կիրառումը հասկանալի է, որ շատ լուրջ է, մոտավորապես արդեն ասացի, առնվազն 6000-ից մինչև 20,000 կարա լինի զոհվածների թիվը եւ մոտավորապես 20,000 նաեւ կարա լինի տուժածների թիվը։ Պատկերացնում եք ինչ ծավալի մասին է խոսքը գնում։ Հիմա հարգելի հայրենակիցներ, պետք է նաև նշել, որ Մոսկվան եւ Պեկինը շարունակում են նաև իրաց մտահոգությունները այս ուղղությամբ եւ տեսնում ենք, որ Թուրքիան էլ տրամաբանորեն նաև մտահոգված է։ Հիշեցնեմ, որ Չինաստանը կարևորագույն գնողն է իրանական նավթի 1,4 միլիոն բարել օրական եւ իրանական նավթի 90%-ը գնում է դեպի Չինաստան եւ Չինաստանը ունի շատ ցածր գներ այս նավթի համար, որտեղ պատժամիջոցների տակ է այս նավթը։ Ուստի հարգելի հայրենակիցներ, սրանով պետք է փաստացի ասել, որ իհարկե մենք հասկանում ենք, որ սա նավթի գների վրա էլ ազդեցություն կունենա,
եւ ընդհանուր տարածաշրջանային նաեւ։ Այդ պատճառով Սաուդյան Արաբիան, Կատարը եւ Օմանը ուրեմն շարունակում են Միացյալ Նահանգներին խորհուրդ տալ կամ նույնիսկ այսպիսի կոչով դիմել, որ Միացյալ Նահանգները ուժ չկիրառեն Իրանի դեմ։ Նաև պետք է խոսել, որ South Asian Voices պարբերականի ուրեմն տվյալներով Իրանում զարգացումները կարող է նաև խնդիրներ ստեղծի Պակիստանի ուղղությունով։ 565 կիլոմետրանոց սահմանը Բելուջիստանի ուղղությունով շարունակում է մնալ ուրեմն Ջայշ ալ-Ադլ այդ խմբավորման հիմքը եւ որոնք բենջ բալոչների կարելի ասել այդ ուղղությունով, որը մի մասը ապրում է Իրանում, մյուս մասը ապրում է Պակիստանում եւ իրանց առևտուրը այդտեղ տարածաշրջանային, որը տեղի է ունենում այդ սահմանամերձ շրջանում 1.4 միլիարդ դոլար է տարեկան եւ այդ բալոչները իհարկե նաեւ փորձելու են գործունեություն ծավալել։ Պետք է ասել, որ Իսլամաբադը ուրեմն պետք է նաև պատրաստվի այսպիսի գործողությունների համար, որովհետև մի կողմից ուրեմն շիիտական փոքրամասնությունը կարող է Պակիստանում նաև ակտիվանա, բայց ավելի մեծ նշանակություն ունի այն, որ բալոչները կարող է սկսեն սեպարատիստական շարժում, եթե Իրանի տարածքում սկսեն, ապա դա նաև Պակիստանին կվերաբերի, որովհետև բալոչները իրականում ուզում են առանձին պետություն, այլ ոչ թե Պակիստանի ներքո անպայման լինել։ Հիմա հարգելի հայրենակիցներ, մենք ձեր հետ միասին խոսենք արդեն Հայաստանին վերաբերող հարցերի մասին։ Հայաստանը պետք է նշել, որ Թուրքիա եւ Ադրբեջանի այդ փակ սահմանների պարագայում Իրանի այդ սահմանը կարևորագույն նշանակություն ունի Հայաստանի համար։ Տնտեսական քաշը, որը ուրեմն այս հարաբերությունները ունեն, իրականում շատ ցածր է Հայաստանի համար։ Վերջի տվյալները խոսում են, որ Հայաստանի արտահանման 1%-ը մոտավորապես, նույնիսկ պակաս եւ Հայաստանի ներմուծման 3.8%-ն է գալի Իրանից, ընդհանուր առումով 615 միլիոն դոլարի, բայց պետք է ասել, որ Իրանը իհարկե տարանցիկ կարևոր նշանակություն ունի Հայաստանի համար եւ արևելյան, հարավ-արևելյան, հարավ-արևմտյան ուղղությունով Հայաստանի կապերի կարևոր նաեւ ուղի է։ Իրանում որևէ արկայունության իրավիճակում Հայաստանը կարող ունենա լրջագույն խնդիրներ հարավային ուղղությունով մատակարարումների հարցում եւ կարևորությունը Թուրքիայի սահմանի բացման էլ ավելի մեծ է, այդ թվում Ադրբեջանից եկող նաեւ բեռների ուղղությամբ կարևորությունը էլ ավելի նաեւ մեծ է։ Իրանի հետ կապված մենք նաև ունենք հումանիտար միշտ խնդիր։ Այս ցույցերի ժամանակ մենք ունենք տեղեկատվություն, որ մի քանի առնվազն հայ էր զոհվել։ Իրանում գիտեք, որ 100,000-ից ավել հայ է ապրում, որոնք շատ ակտիվ ինտեգրված են տեղի հանրությունում եւ որևէ այսպիսի գործողությունների ծավալումը կարաբերի իհարկե նրան, որ այս մեր հայրենակիցները կարող են վտանգի ներքո հայտնվել։ Ընդհանուր առումով կարելի ասել, որ հայկական կառավարությունը որևէ կապ հիմա կորցրած ունի մեծ մասամբ Իրանի հայության հետ, որովհետև կապ առհասարակ չկար, ինտերնետի կապը անջատած էր, ասեմ ձեզ, որ հունվարի 27-ի դրությամբ տեղեկատվություն կա, որ կապը սկսել է կամաց-կամաց վերականգնվել Իրանի հետ, ինտերնետը նկատի ունեմ։ Բացի դրանից պետք է ասել, որ եթե այդտեղ այսպիսի լուրջ զարգացումներ լինի, ապա Հայաստանը կարող առնչվի իհարկե փախստականների խնդրի հետ եւ հիմա սրա մասին նաեւ ձեր հետ միասին խոսենք։ Ռեժիմի հետ կապված փոփոխությունների առումով կարա սկսի բարձրաձայնվել այնպիսի կարևոր թեմա, ինչպիսին է Հարավային Ադրբեջանը ճակերտներում։ Ադրբեջանը զուգահեռ այն կարևոր խնդրի, որի մասին մենք ձեր հետ երկար ժամանակ խոսել ենք, եւ սա այդպես կոչված արևմտյան Ադրբեջանի թեզն է, որը ներառված է Հայաստանի արտաքին հետախուզական ծառայության ուրեմն այդ կարևորագույն զեկույցում, որտեղ որ նշվում է ինչպես գլխավոր խնդիրը Ադրբեջանի ուղղությունով հայ-ադրբեջանական հարաբերությունների համատեքստում, այդ նույն տրամաբանությունով կարելի ասել, որ Հարավային Ադրբեջանի ծրագիրը, որը անմիջապես չի թիրախավորում իրականում Հայաստանին, իրականում ոչ պակաս սպառնալիք է ներկայացնում այն առումով, որ դա կարա ընդհանուր առումով երկու կարևոր խնդիր ստեղծել։
առաջինը Հայաստանի եւ Իրանի կամ Պարսկաստանի, այսպես ասեմ, պարսիկների հետ կապը կտրի, որովհետև այդտեղ սահմանամերձ շրջաներում, Թավրիզում այդ թվում ապրում են թուրքական ծագում ունեցող ադրբեջանցիք, հարավային Ադրբեջանի տարածքում, որը Ադրբեջանը ուզում է, որ հարավային Ադրբեջան դառնա կամ լինի, բայց մյուս կողմից նաև պետք է նշել շատ կարևոր փաստ, որ դա կարա միավորի ցամաքով Թուրքիան եւ Ադրբեջանը, հենց միավորի, եւ դա կարա ընդհանուր առումով փոխի այն տարածաշրջանի բալանսը, որը այս պահին ձևավորված է, նկատի ունեմ նաեւ թրիփի ուղղությունով զարգացումները, եթե այդպիսի զարգացում լինի, ես ընդգծում եմ, եթե դա հավանական է, ոչ շատ հավանական, կարող ասել 10-20% հավանականություն, ինչ-ինչ պարագայում այդպիսի զարգացման, բայց հավանականությունը 0 չէ, այսինքն ունի հավանականություն։ Իհարկե, այդպիսի դեպքում մենք փաստացի կարող ենք կորցնել հայ-իրանական սահմանը, ինչը մեծ վտանգ է մեր համար։ Բայց մյուս կողմից արևմտամետ Իրան ձևավորելը, ժողովրդավարական Իրան ձևավորելը եւ Իրանի չփլուզվելը կարևորագույն հնարավորություն է ներկայացնում Հայաստանի համար ելք դեպի Հնդկական օվկիանոս, ելք դեպի Պարսից ծոց, ելք դեպի արաբական աշխարհ, ուրեմն Մերձավոր Արևելք, Ադրբեջանի վրա կախվածությունի նվազում, Վրաստանի վրա կախվածության նվազում, հարավային ուղով մատակարարումների կարևոր այսպիսի շղթա կազմակերպելը։ Պետք է ասել, որ այստեղ պետք է ընդգծել արդեն խորհուրդները իմ պատկերացումով ինչ իրականություն պետք է լինի եւ Հայաստանը ինչպես պետք է գործի այս դեպքում։ Պետք է այստեղ հստակ նշել, որ Հայաստանը պետք է իհարկե քաղաքական առումով շարունակի այն իր դիրքորոշումը, որը ունի, սա Իրանի հարցերի մեջ չներխուժելու քաղաքականություն է եւ ես ողջունում եմ Հայաստանի կառավարության ճիշտ քաղաքականությունը այս ուղղությունով, տնտեսական առումով իհարկե կարևոր է, որ Հայաստանը կարողանա նաև նախապատրաստվել որևէ այդպիսի փոփոխությունների համար եւ նաև ռազմական, այսինքն մենք պետք է հաշվարկենք, որ Իրանի տարածքով մատակարարումները ինչ-ինչ պարագայում կարող է կանգնեն։ Բացի դրանից պետք է նաև նշել, որ TRIP ծրագրի զարգացումը ել ավելի մեծ կարևորություն ունի, որը ներառում է Ադրբեջանի տարածքով եկող մատակարարումները, որը շատ կարևոր է հատկապես Վրաստանում ռուսական ազդեցության ֆոնին եւ նույն միջին այդ ուղին կոչված լայնածավալ ծրագիրը, այսինքն Կենտրոնական Ասիայի հետ մեր կապերը Ադրբեջանի տարածքով երկաթուղին շատ կարևոր է։ Ես կասեի, որ հրամայական է հիմա, որ հայ-ադրբեջանական երկաթուղին վերականգնվի եւ հայ-թուրքական երկաթուղին նաեւ եւ սահմանի բացման ուղղությունով լինեն լուրջ քայլեր, բայց զուգահեռ դրա մենք պետք է նաեւ պատրաստվենք մեկ կոնկրետ հարցի։ Եթե այսպիսի լայնածավալ փախստականների վտանգ կա եւ դեպի Թուրքիա, եթե միլիոն փախստական են իրանք ակնկալում, ապա նույնիսկ 100,000 փախստականը ինչ կարա անի Հայաստանի հետ, մենք ձեր հետ միասին տեսել ենք Լեռնային Ղարաբաղի օրինակով, բայց մեր քույրերը եւ եղբայրներն են եւ իհարկե ուրիշ տարբերակ չկար, չէր կարող լինել, բայց ազդեցությունը տնտեսության եւ ուրիշ բաղադրիչների վրա մենք տեսանք։ Բարդ բեռ է։ Եվ համեմատել այս դեպքում չի կարելի, որովհետև խոսք է գնում իրանական բնակչության մասին, այն էլ շատ դեպքերում դա կարան լինել էթնիկ ադրբեջանցիք, այլ ոչ թե պարսիկներ, հաշվի առեք սա։ Եվ ես կարող եմ ասեմ, որ Հայաստանի իշխանությունները ունեն իմ պատկերացումով լուրջ անելիք այս ուղղությամբ, որ պատրաստվեն հատուկ ինչ-որ ռեժիմի համար, որը կսահմանափակի մեծ քանակով փախստականների հոսքը դեպի Հայաստան այսպիսի դեպքում ես հորդորում եմ, կոչ եմ անում Հայաստանի իշխանություններին, որ պատշաճ պատրաստողական գործողություններ ծավալեն։ Ադրբեջանի ուղղությունով նաև պետք է ասել, որ հետաքրքիր է, որ ասացի արդեն 10-ից 25 միլիոն ադրբեջանցի ապրում, մոտավորապես բնակչության 25%-ը Իրանի ադրբեջանցի են եւ սա շատ ավելի շատ է, քան Ադրբեջանի բնակչությունը։ Իհարկե մենք լսել ենք պանթուրքական հայտարարությունները հարավային Ադրբեջանի մասին, բայց պետք է ասել, որ նաև իրանական ադրբեջանցիքի կարևոր մասը չի կիսում այս մոտեցումները, մի մասը կիսում է, եւ պետք է ասել, կարելի է ասել, որ Բաքվում այս ռետորաբանությունը նաև վերջի ժամանակահատվածներում ուրեմն զարգացում է առել։
եւ պետք է ասել նաեւ, որ Բաքվում ցույց է իր ժամանակ տեղի ունեցել, որի անվանում կար այսպիսի հստակ, եւ դա նորություն է իհարկե, եւ պետք է ասել, որ դա ներառում է այսպիսի մի հայտարարություն, որ թող Ադրբեջանը լինի միասնական։ Եվ այսպիսի հոդված է ուրեմն տարածել հենց Կարնեգի կենտրոնի էջի վրա հունվարի 22-ին Բաշիր Կիտաչայևը, շատ կարևոր ուրեմն գործիչ, կարելի ասել, լրագրող, որ պատմական տարածքների ազատագրումը էլ ավելի աճում է Ադրբեջանի հռետորաբանության մեջ եւ հարավային Ադրբեջանի թեզը նաեւ ակտիվորեն ներկա է եւ կարելի ասել, որ միևնույն ժամանակ Ադրբեջանը պետք է մտահոգված լինի, որովհետեւ եթե այդպիսի զարգացումներ լինեն հարավում, ապա կարա լուրջ խնդիրներ ստեղծվի։ Բացի դրանից պետք է ասել, որ իհարկե ուրեմն Ադրբեջանի հանդեպ էլ կարան լինել փախստականներ։ Եվ պետք է ասել, որ ադրբեջանական հանրային գործիչ Ֆիկրետ Սադիգովը կոչ է արել Բաքվին, որ նախօրոք պատրաստի նաև անվտանգային բոլոր սցենարները այս առումով, որովհետև կարա լինի այդպիսի զարգացում։ Տեսեք, տրամաբանորեն է բոլորը սկսում են անհանգստանալ իմ այդպիսի զարգացումով։ Ռուսաստանցի վերլուծաբան Սերգեյ Մարկովը հայտարարել է, որ այսպիսի սցենարում ուրեմն հավանական է, որ հարավային Ադրբեջան սցենարը կարող է զարգանալ, բայց իհարկե միայն այն դեպքում, եթե Իրանը շատ թուլանա, եւ ես ձեզ դա նաեւ ասել եմ, ուստի կարելի ասել նույն այդ տրամաբանությունը կա այնտեղ։ Հիշեցնեմ, որ Ադրբեջանի սահմանները 2020 թվականի մարտից մինչև հիմա փակ են COVID-ի պատճառով եւ մինչև հիմա հունվար եւ մինչև ապրիլ ամիս գիտենք, որ փակ է մնալու ուրեմն Ադրբեջանի սահմանները։ Կարելի ասել, որ Ադրբեջանը այդ թեզը, այդ նկատի ունեմ հենց այս փախստական COVID-ի պատճառով թեզը կարողացել է էֆեկտիվ օգտագործել, որ Ռուսաստանից փախստականներ չգան դեպի Ադրբեջան եւ նաեւ հիմա որ Իրանից փախստականներ չգան դեպի Ադրբեջան։ Բացի դրանից պետք է ասել, ցամաքային սահմանի մասն է խոսքը, ինքնաթիռներով շարժը հնարավոր է։ Բացի դրանից պետք է ասել, որ Ադրբեջանը նաև զորացնում է իր սահմանի վերահսկողությունը հարավային ուղղությունով, այսինքն այդ սահմանի հատվածում։ Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա ընդհանուր առումով պետք է ասել, որ Վրաստանը ուղիղ այդ սպառնալիքը չունի, բայց չնայած դրա միևնույնն է կարող է լինի, որովհետև մինչև Վրաստան էլ կարող են գալ այդ լուրջ ուրեմն քանակով նաև փախստականները։ Պետք է ընդհանուր առումով ասել, որ եթե նայենք էթնիկ բաղադրիչները Իրանի, ապա 60%-ն են մոտավորապես պարսիկները, 16-ից 23%-ը մոտավորապես ադրբեջանցի, 10% քրդերը, 6% լուրները, 2% արաբները, 2% բելուջները, 2% թուրքմենները եւ մնացածը արդեն ուրիշները։ Եվ այստեղից մենք ձեր հետ միասին պետք է ասենք, որ փաստացի ամենաշատ ով կարա գա դեպի Հայաստան, դա առաջերտին ադրբեջանցիքն են, ազերիները, հետո քուրդերը եւ պարսիկները, որովհետեւ սահմանին ամենամոտ ապրում են Հայաստանին դեռ ազերիները, հետո քուրդերը, հետո պարսիկները։ Այսինքն դա կարա լինի մեր համար խնդիր, հարգելի հայրենակիցներ, եթե լուրջ քանակով կարողանամ, նույնիսկ 50,000, 100,000, դա լուրջ քանակ է, նույն ազերիներ գալ, իսկ իրանց կարա Ադրբեջանի իշխանությունը աջակցի հորդորի, մտադրի նաև ինչ որ առումով կամ աջակցի, մենք չգիտենք այնտեղ ինչպիսի գործակալական ցանցեր կան, ինչպիսի ազդեցություն եւ այլն, դա կարա իհարկե Հայաստանում այսպես փոխի ինչ որ առումով իրավիճակը։ Այսինքն մենք պետք է հաշվարկենք սա, որ սա պոտենցիալ ժողովրդագրական սպառնալիք է Հայաստանի համար եւ սա որևէ ձև մեր այսպես ասեմ, լավ հարևան Իրանի ժողովրդի դեմ չպետք է ուղված լինի կամ պարսիկների դեմ, բայց Հայաստանը իր անելիքը ունի այս ուղղությունով եւ պետք է իր սեփական անվտանգությանը ուրեմն երաշխիքներ եւ հիմքեր դնի եւ ես
բացահայտ հիմա ձեր հետ միասին խոսում եմ այսպիսի սցենարների մասին։ Արեք մի քանի կարևոր սցենարը, քննարկենք, ինչ կարող է տեղի ունենալ եւ ինչու համար պետք է պատրաստ լինենք։ Առաջին սցենարը, այսպես ասեմ, սահմանափակ սցենարն է, որ իշխանությունները մնում են ուրեմն իշխանությունում, պահում են իրանց իշխանությունը, նկատի ունեմ այս գործող ռեժիմը, այս ցույցերը ամբողջությամբ տապալվում են, իհարկե կան մահացածներ, միջազգային պատժամիջոցներ եւ այլն, բայց մի խոսքով այն ստատուս կվոն, որը ձևավորված է, շարունակվում է, Միացյալ Նահանգները կամ փոքր հարվածներ են հասցնում, կամ առհասարակ չեն հասցնում եւ հարցը այդպես շարունակվում է։ Ես կասեի, սա ոչ հավանական սցենարն է, մոտավորապես կարող լինի 10-20%-անոց հավանականություն։ Երկրորդ սցենարը դա, որ ներքին փոփոխություն տեղի ունենա, այսինքն այաթոլլաները հեռանում են իշխանությունից, խոսքին նույն նախագահ Մասուդ Փեզեշքյանին են իշխանությունը ինչ-որ առումով փոխանցում եւ սկսում է ել ավելի զարգանալ այդտեղ ենթակառուցվածքները, կապերը, ներգրավվածությունը եւ այլն, մի փոքր ազատագրում է տեղի ունենում իշխանության այդ բաղադրիչով։ Երրորդ սցենարը դա ուրեմն քաղաքացիական պատերազմ է երկրի ներսում, որի ընթացքում կամ Իրանը կփլուզվի, կամ Իրանը չի փլուզվի։ Եթե Իրանը չփլուզվի, դա պետք է ավարտվի շուտ եւ պետք է լինի հարվածների հետևանքով, բայց Ադրբեջանը նաեւ չպետք է ներխուժի այդ գործընթացի մեջ։ Բայց այդ սցենարում փախստականների հարցը փաստացի դրվում է, այսինքն փախստականների հարց կա, բայց այդ դեպքում փլուզում կարա տեղի չունենա, այսինքն փախստականների խնդիր մենք սենց թե նենց կարող է ունենանք, բայց եթե փլուզում տեղի ունենա, ապա մենք ունենում ենք փախստականների խնդիր, դրան գումարած նաև կարևորագույն ռազմավարական խնդիր, որովհետև հարավային Ադրբեջանի այդ թեզը, որի մասին մենք ձեր հետ խոսում ենք, կարա սկսի իրագործվել, ինչը վտանգ է ներկայացնում Հայաստանի համար կենսական, ռազմավարական նշանակության կարևորագույն վտանգ։ Իհարկե պետք է հաշվի առնել էթնիկ եւ կրոնական բաղադրիչները, ես դրա մասին խոսեցի, որ այնտեղից մենք կարող ենք ընդունել, հարգելի հայրենակիցներ, կարող ենք ընդունել իհարկե հայերին, մեր հայրենակիցներին, նույն 100,000 հայի մասին է խոսքը գնում, եթե այդտեղից մեծ մասը որոշի գալ Հայաստան, իրանց կարող ենք եւ պետք է ընդունենք, բայց մենք պարտավորված չենք ընդունել ոչ հայերին, այսպես ասեմ, պարտավորված չենք, հաշվի առնելով նաև պետական անվտանգության բոլոր բաղադրիչները եւ հարցերը։ Եվ այն, որ Թուրքիան ակտիվորեն պատրաստվում է այս սցենարի համար, այն, որ Իրանը իրավիճակը Իրանում շարունակում է սրվել, այն, որ Ադրբեջանում սահմանը փակ է եւ դեպի Ադրբեջան չի գալու հոսքը, ինչ է ստեղծվում, հարգելի հայրենակիցներ, ինչպիսի իրավիճակ։ Թուրքիայի ուղղությունով սահմանափակ է, Ադրբեջանի ուղղությունով սահմանափակ է, մենակ Հայաստանի ուղղությունով է բաց, այսինքն մենք թույլ ենք տալի, որ ազերիները այդտեղից ոչ թե գնան Ադրբեջան կամ գնան Թուրքիա, այլ գան դեպի Հայաստան, ինչպես Իրանի քաղաքացիներ, դա շատ վտանգավոր սցենար է, ահավոր վտանգավոր, եւ ես կոչ եմ անում Հայաստանի իշխանություններին, հատուկ պատշաճ մարմիններին, որ բոլոր անհրաժեշտ քայլերը այս ուղղությունով արվեն նրա համար, որ կանխենք այս վտանգավոր սցենարը Հայաստանի Հանրապետության անվտանգության համար։ Հուսով եմ, որ այս ուղղությամբ քայլեր կարվեն եւ հաշվի կառնվի նաեւ իմ այս գնահատականը։ Շնորհակալ եմ ուշադրության համար, կհանդիպենք, ցտեսություն։